Հայաստանի քաղաքական դաշտում բոլորը ձգտում են առաջնորդ լինել ու կարծում են, որ կարող են առաջնորդ լինել, չգիտակցելով, որ առաջնորդ լինելու հետ գալիս է չափազանց մեծ պատասխանատվություն ու զոհաբերություն։ Այդ է պատճառը, որ այս հարաբերական կայուն ու խաղաղ ժամանակներում մեծ համախմբում չի լինում մեկ առաջնորդի շուրջ, հատկապես եթե այդ առաջնորդը դեռ երիտասարդ է։ Շատ տղաներ իրենց էգոյի պատճառով չեն հասկանում, որ հետևորդ լինելու մեջ ոչ միայն ոչ մի վատ կամ նսեմացուցիչ բան չկա, այլև լավ առաջնորդ լինելու համար նախ եւ առաջ պետք է լավ հետևորդ լինել։ Երբ դեռ չէի մտել քաղաքականության մեջ, որպես անհայտ հայրենադարձ Տավուշի դիրքերում ծառայում էի որպես պայմանագրային զինծառայող։ Դրանից մի 2 տարի հետո էլ կամավորագրվեցի 2020 թվականի պատերազմին եւ սկզբից մինչեւ վերջ ծառայեցի Մարտակերտի առաջնագծում։ Իմ ողջ ծառայության ընթացքում, թե խաղաղ, թե պատերազմի ժամանակ, ես իմ հրամանատարների բոլոր հրամանները առանց վարանելու կատարում էի, անկախ նրանից, որ դասակի կամ վաշտի հրամանատարները ինձնից տարիքով փոքր են եղել։ ԱՄՆ-ում եմ ծնվել, մեծացել, բարձրագույն կրթություն ստացել, ինչպես նաև 3 տարի համալսարանում դասախոս եղել, բայց այդ ամենը երբեք պատճառ չի հանդիսացել, որ ինձ իմ հրամանատարներից ավելի բարձր դասեմ։ Հերթապահություն չի եղել, որը չեմ կատարել, անկախ նրանից, թե որքան վատ եմ զգացել կամ որքան հիվանդ եմ եղել։ Ես բարդություններ չունեի, քանի որ բանակում ինձ չէի դիտարկում որպես առանձին մարդ, այլ որպես զորքի մի մասնիկ, եւ եթե այդ զորքը պետք է ճիշտ շարժվի, ապա զորքի բոլոր զինվորները պետք է ճանաչեն իրենց պարտականությունները եւ պատվով կատարեն դրանք, անկախ ամեն ինչից։ Բոլորը ուզում են առաջնորդ լինել, բայց բոլորը չեն ուզում կամ պատրաստ չեն անցնելու առաջնորդի ծանր ու դժվար ուղու միջով։ Բոլորը գահին են ուզում նստել, բայց ոչ մեկը չի ուզում զոհաբերություններով ու քրտնաջան հետևողական աշխատանքով արժանանալ այդ գահին։ Սակայն միայն այդ ճանապարհով է հնարավոր գահը ծառայեցնել ազգին, հայրենիքին ու պետականությանը։ Հետևաբար, առաջնորդ լինելը ինքնակոս չի լինում։ Առաջնորդ լինելու համար մարդը պետք է նախ եւ առաջ իր սեփական կյանքի օրինակով ու սեփական անհողդող պայքարով ապացուցի, որ իր խոսքերն ու գաղափարները ոչ թե օդ են, այլ հիմնված են հստակ քայլերի ու գործողությունների վրա։